ուժեղ հայեր, ինձ համար մեծ պատիվ է լինել մասը Հայաստանի համար այս նշանակալի, այս պատմական պայքարի, կրել դրա բոլոր դժվարությունները և ձեր առջև կանգնել բաց ճակատով։ Մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք շատ հետաքրքիր տարի, ամեն օր մի հետաքրքիր մարտահրավեր, մի հետաքրքիր խնդիր, բայց բոլոր խնդիրները հաղթահարել ենք պատվով և դրա ապացույցը այն է, որ բոլորս իրար հետ այսօր Հանրապետության հրապարակը ողողել ենք դրական էներգիայով։ Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է, 4 օրից հանրաքվե երկու բանի մասին, շարունակում ենք այսպես, շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք և մեր մեջքը ամրացնում և սկսում ենք զարգանալ։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին, թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջի մնացած հողը հայկական։ Հանրաքվե է նրա մասին, թե թույլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, Հայաստանը լքեն ավելի լավ կյանքի համար, թե վերակառուցելու ենք մեր քանդած երկիրը և ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, բարեկեցություն ենք բերելու հայ ընտանիքներին և այնպես ենք անելու, որ հայերը էլ չգնան։ Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար։ Ով ցանկանում է հայկական վերջին հողը, մեր հայրենիքի 10%-ը պահպանել հայկական, ուժեղացնել, քվեարկում է ուժեղ Հայաստանի համար։ Իմ հայրենակիցներ, ես ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ։ Հարևան երկրի առաջնորդը միջոցառում է կազմակերպում 15 օր հետո Մեղրիից 10 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ Նախիջևանում նրանք հայտարարում են ֆորում արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին իրենց կարծիքով։ Սա լինելու է ընտրությունից ընդամենը 11 օր հետո, Ադրբեջանի ղեկավարը, Ադրբեջանի նախագահը հայտարարել է 3 ամիս առաջ, որ իրենք պետք է վերադառնան այստեղ, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, որ իրենք պետք է իբր վերադառնան իրենց պատմական հողեր, բառացի։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանում կան 400 մզկիթ, որ պետք է վերակառուցվի։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիները ու հայերը պետք է սովորեն իրար հետ ապրել, և նա չի բացառում, որ ինչ որ ադրբեջանցիներ կգան Հայաստան ապրեն։ Հայաստանի սոցապ նախարարը, մեր երկրի սոցապ նախարարը կանգնում է ազգային ժողովի ամբիոնից և ասում է, որ մենք պետք է սովորենք միատարր ազգ որպես ապրենք։ Ոչ միատարր ազգ, ուրիշ ազգերի հետ պետք է գանք, հակացություն ստանան, այլ ազգը, որ ազգն է ուզենալու այստեղ գալ, էտում համար է տեղ բացում։ Ինչն է մեր ծրագիրը։ Մեր ծրագիրը դեմ կանգնելն է դրան։
մենք ցույց ենք տալի ձեզ մի փաստաթուղթ, որը կբաժանվի ձեզ։ Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է Արևմտյան Ադրբեջան պետության կողմից, Ադրբեջանի պետության կողմից տպված կոնցեպտի, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու Հայաստան վերադարձի համար։ Սա դուք կարող եք տեսնել ավելի մեծ գրքով, կարող ենք բոլորին ներկայացնել։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է եւ այնտեղ գրված է, ցիտում եմ. Հայաստան կոչվող տարածքում համատարած կերպով ոչնչացվել է ադրբեջանցիներին պատմական եւ մշակութային ժառանգությունը, իրենք են իբր ասում։ Այն ազգն է ասում, որ ամբողջ Դաշտային Ղարաբաղը վերածել է անհայ տարածքի, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղից հայերին զտման է ենթարկել, որ Նախիջևանում խաչկարեր է ոչնչացրել։ Իրենց ասելով իրավունքների վերականգնման հարցը իբր ադրբեջանցիների պետք է լինի առաջնահերթ հարցերից մեկը։ Եվ նաև մզկիթների եւ գերեզմանատները պետք է վերականգնվեն ադրբեջանական։ Սրա մեջ է գրված։ Իսկ մենք գիտեք ինչ ենք սրան ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում լինելու է առաջնորդ, որ երբեք սա թույլ չի տա, որ Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հոդս է ծնդելու։ Հոդս։ Գնացեք հանրաքվեի, մերժեք փոքրիկ խմբակին, գնացեք ընտրության, լուծեք Հայաստանի ամենակարևոր հարցը, հայկականության հարցը, 4 օր ձեր շրջապատին ասեք, խնդրում եմ, գնացեք, որ գնան։ Գնացեք, որ նրանք չգան։ Իրար հետ ժողովուրդ, իրար հետ 4 օր, պատմական օր, եւ մենք կերտելու ենք մեր ուժեղ Հայաստանը։ Փոփոխությունների համար, փոփոխությունների համար, փոփոխությունների համար, ապրեք։